Սովորաբար ամեն տարվա հոկտեմբերին, երբ որ հանձնում են Նոբելյան մրցանակները, անդադ ինչ-որ աժոտաժ է սկսվում, այս մեկին պետք է տային, բայց այս մեկը ստացավ եւ միշտ այդ օրերին հիշատակվում են այն մեծ գրողների անունները, ովքեր ժամանակին չեն ստացել Նոբելյան մրցանակ եւ անգամ տարիներ առաջ մի գաղափար կար ստեղծել Նոբելյան մրցանակ ստացած մեծ գրողների մատենաշար Ֆիցջերալդը այդ Նոբելյան չստացած մեծ գրողներից մեկն է, որի արձակը իսկապես հեղափոխիչ դեր է կատարել համաշխարհային գրականության մեջ, ազատության լայն շրջանակ եւ բարեբախտաբար նաեւ այն գրողներից է, ովքեր թարգմանվել են եւ ներկայացվել հայ ընթերցողին եւ հայ ընթերցողը շատ սիրել է այս հեղինակին։ Վերջին տարիներին նաեւ վերահրատարակություններ եղան վեպի, մասնավորապես Գիշերն անուշ է վեպը վերահրատարակվեց։ Ես նկատել եմ, որ քո բլոգում, Հովիկ Չարախչյան բլոգում, դու պարբերաբար մեջբերումներ ես անում Ֆիցջերալդից եւ նկատեցի, որ հաճախակեն են մեջբերումները հատկապես Գիշերն անուշեից։ Սրա առաջին արձագանքը ինձ մոտ հետեւյալն է. քեզ դուր է գալիս Ֆիցջերալդը իբրև մտածողությամբ ամբողջություն, թե ահա այդ հատվածայնությունն է քեզ գրավում։ Ինչ եմ սա ասում, որովհետև երբ որ այստեղ գալուց թերթում էի կրկին վեպը, տեսա որ ամբողջականին մոտ այդպես գրառումներ չունեմ, ես սիրում եմ գրքերի կողքին այդպես նշումներ անել մատիտներով, այլ ավելի շատ առանձնացրել եմ հատվածներ եւ այդ հատվածների այսպես ամբողջականությունն է ինձ ի վերջո Ֆիցջերալդին գրավիչ դարձնում ինձ համար։ Ուրեմն առավել շատ ինձ դուր է գալիս 20-րդ դարի ամերիկյան դասական արձակը եւ այդ դասական արձակը առանց Ֆիցջերալդի պատկերացնել, այդ նույն բանն է, ոնց որ թե մարմինը առանց ողնաշարի, հատկապես 20-30-ական թվականների արձակը, որը հետագայում գրականագետների կողմից բնորոշվեց որպես ջազի դարաշրջան, թեև այնտեղ ջազը թվարկումների դեպքում ամենավերջին հերթին պիտի հիշատակվեր, եթե հաշվի առնենք, թե նրանք ինչ նկատի ունեին։ Ամեն դեպքում Ֆիցջերալդը իսկապես հեղափոխական գրող էր այդ իմաստով 20-րդ դարի սկզբի համար, թեև երբ նոր խոսում էինք Նոբելյան մրցանակի մասին, բնական էր, որ նա պիտի չստանար, որովհետև նույնիսկ իր կենդանության օրոք նրա գրքերը միանշանակ գնահատականի չէին արժանանում, հենց նույն Գիշերն անուշ է վեպը, որը նրա գրեթե 10 տարիների աշխատանքի արդյունք էր, 3-4 տարբերակ է գրել ես, որոնցից որը մեկը մյուսին բոլորովին նման չէր, հրապարակվելուց հետո բոլորը փաստեցին, որ լավ գիրք է լույս տեսել, բայց որևէ մեկը չարժանացրեց այն ուշադրությանը, որ հետո գիրքն արժանացավ տարիներ հետո Հեմինգուեյը մի շատ հետաքրքիր դիտարկում ունի, որ ինչքան շարունակում ես ժամանակն անցնում է, այնքան այս գիրքը դառնում է ավելի հետաքրքիր, ու այս Հեմինգուեյի դիտարկման մեջ հենց ամփոփված է ամբողջ այս գրքի հմայքը, իրականում ոչ թե գիրքն է դառնում ավելի լավ, այլ ժամանակ է պետք, որպեսզի բացահայտես այս գրքի առկա բոլոր այն շերտերը, որոնք պահանջում են ոչ թե հենց այդ ռոպեական ընկալում, այլ որոշակի դադար է պետք, որպեսզի դու հասկանաս, թե ինչ ես ընթերցել եւ այդ ընթերցածի մեջ էլ ինչեր կային, որ դու առաջին հայացքից ի վիճակի չես եղել պարզապես ընկալել։ Հատվածային ընկալումը, հատվածային գրավվելը վեպով համարում ես նորմալ եւ բնորոշ։ Ես ավելին ասեմ, իր հատկապես այս վեպի կառուցվածքային բնորոշումներից մեկը դրա ճյուղավորման առանձնահատկությունն է, երբ թվում է թե սյուժետային գիծը մեկ ընդհանուր զարգացում ունի, նույնիսկ ժամանակագրական շատ հստակ սահմանված ամսաթվային հերթականությամբ եւ Ֆիցջերալդի մոտ հանկարծ սկսում են ճյուղավորումներ, դեպքեր, իրադարձություններ, որոնք քեզ դու սպասում ես, որ դրանք որևէ կերպ պիտի անդրադառնան իրադարձությունների զարգացման վրա, բայց նրանք ոչ մի կերպ չեն անդրադառնում։ Ոչ մի կերպ չեն անդրադառնում ու առաջին տպավորությունն այնպեսին է, թե լավ էս մարդը ինչ է, այդ դեպքում էս ամեն ինչը շարադրում։ Տեսեք, Գիշերն անուշ է վեպում կա այնտեղ մենամարտի տեսարան, կա այնտեղ սևամորթի սպանության տեսարանը, ավտովթարի տեսարանը, բարում ծեծկրտուքի տեսարանը, դրանք իրադարձություններ են, ինտրիգային իրադարձություններ, որոնք մեկ այլ հեղինակի մոտ գուցե նույնիսկ ամբողջ սյուժեն մեկ այլ ուղղությամբ շեղեին, չէ, Հեմինգուեյի մոտ չկա։ Սրանք եթե նույնիսկ չլինեին այդ դեպքերը, էլի սյուժետային զարգացումը պիտի շարունակվեր այնպես, ինչպես որ կար։
այս դեպքերը անդրադարձ չեն ունենում, սրանք ընդհակառակը մի տեսակ լրացնում, հարստացնում, նոր երանգներ են հաղորդում, բայց այն ողբերգությունը, որ պիտի ապրեին գրքի հերոսները, դա մի տեսակ անխուսափելի է ըստ Ֆիջերալդի։ Դա պիտի կայանար անպայման, անկախ նրանից, թե նրանց կյանքում ինչ իրադարձություններ են կատարվում։ Այդ դեպքում, երբ որ վեպը, ասենք, բուն վեպի իրադարձությունները, որ առաջին աշխարհամարտից հետո ընկած ժամանակահատվածն է եւ հերոսների հոգեբանությունը, հա այդ քո թվարկած տեսարանները, երբ որ կարծես թե ոչինչից ծնվում է այդ մեծ աղմուկ ասվածը, պատճառաբանվում է այդ հետ պատերազմյան տարբեր դեպրեսիաների հետ։ Ահա քո նշատից այդ հարցը հակամածնվում է, այնուամենայնիվ պետք է կատարվել են ինչ որ կատարվեց, թե այդ դեպրեսիան հետ պատերազմյան նաև իր դերը։ Ամբողջ Եվ արդյոք իր նպատակը հենց այդ դեպրեսիան պատկերելը չէր։ Բացատրել դա միայն կորուսյալ սերնդի այդ ամերիկյան մեծ դեպրեսիայի երևույթով, ինձ թվում է սա վեպի ընդամենը շերտային, մակերեսային ընկալում է ինչի համար, որովհետև ըստ էության, եթե նայում ենք ամբողջ մարդկության պատմությունը, իսկ կա արդյոք մի սերունդ, որին չի կարելի համարել կորուսյալ սերունդ։ Ամեն սերունդ իր կորուստների պաշարն ունի, մեկը շատ, մյուսը քիչ, մեկը պայմանավորված ինչ որ արտաքին գործոններով, մյուսն է ավելի ներքին։ Ման այստեղ ես կարծում եմ, որ հենց Ֆիջերալդի ամբողջ խնդիրը եղել է ոչ թե այն, որպեսզի բացատրի, թե իր սերունդը ինչպիսի ողբերգություն է ապրում, այլ այն, թե մարդկային կյանքում ինչպիսի ողբերգություններ կան, որոնցից որևէ կերպ խուսափել հնարավոր չի։ Եվ իր ամբողջ վեպի հմայքը դրան մտեսեք շատ զարմանալի վեպ է, ես նորից եմ ասում, կառուցվածքային իմաստով չունի որևէ գաղափարական գիծ, որևէ լոկոմոտիվ այդպիսի ընթացք, որ քաշտա, այդպիսի բան չկա։ Դրանից բացի գրեթե չեք հանդիպի հերոսների որևէ փիլիսոփայական խորը դատողություններ, երևույթների, իրադարձությունների մասին։ Հատուկենտ դրվագներ, հա, ներքին այդ մենախոսական վիճակը, որ կա վեպում, համարյա ամբողջը դատողություններ են։ Դες այստեղ բան կա, կներես, ինչու է պարբերաբար մեջբերվում այս վեպը։ Ես նկատել եմ, որ հատկապես երիտասարդ մարդիկ, որ Ֆիջերալդը ինչ որ մտքեր են մեջբերում, այ այդ քո ասած այդ մտքերն են փիլիսոփայական, մտքերը դատողությունները, որ ներաշխար են արտացոլում։ Իմ կարծիքով Ֆիջերալդը այդ ներաշխարհը ստանում է ոչ թե հեղինակային միջամտությամբ, ոնց որ մեկ ուրիշը կաներ, բացատրելով, մեկնաբանելով, փորձելով երանգարվորումներ տալու դրա, չէ, այլ ավելի շատ այդ դեպքերի հաջորդականության այդ շարադրանքը ստեղծելով, այդ ուլունքաշարը ստեղծելով, քեզ մի կետից տանում հասցնում է իրադարձությունների մեկ այլ կետի ու այդ ամբողջ շղթայի անխուսափելիությունն է ապացուցում։ Տեսեք, ընդունված է ասել, որ այս վեպի հերոսը չէ ինչ որ բարձունքներ նվաճեց ու հետո միանգամից անկում ապրեց կամ կործանվեց։ Իմ համար դա ճիշտ ասած այնքան էլ ընդունելի մեկնաբանություն չի, որտեղ ես չեմ հասկանում, թե որտեղ էր նրա անկումը։ Այդ ինչն էր, որ ինքը կորցրեց։ Արդյոք հարստության կորուստը, այդ շվայտ կյանքի կորուստը նրա մեծագույն կորուստն էր կյանքում։ Իմ կարծիքով այս վեպի հերոսը Դիքը իր այդ սպիտակ դրոշակը շատ ավելի վաղուց էր պարզել։ Ես գուցե Նիկոլի կորուստը ինձ թվում է ամենամեծ կորուստը Նիկոլը պիտի կրեր այս վեպում վերջում, քան Դիկը։ Նա գնաց այնտեղ, որտեղ պիտի ինքը լիներ։ Ճիշտ է, փոքրիկ քաղաքներում ինչ որ հասարակ, ինչ որ բժշկի ծառայություններ մատուցում բժշկական բան, բայց նա գոնե ինչ որ բան անում էր, իսկ ինչ անելու Նիկոլը նրանից հետո։ Այս էր ամբողջը։ Կամ վեպը ներկայացնել որպես սիրավեպ, ինչ որ սիրային եռանկյունների ես դառնում եի անդրադառնալ, այո, բան կա, հեղինակային բնորոշում է վեպին, ժանրը հենց Ֆիջերալդի կողմից սիրավեպ է անվանվել եւ թարգմանիչներն Սոնա Սեֆերյանն հայերեն հրատարակության մեջ պահել է այդ բնորոշումը եւ վեպը ընթերցելուց էլ ինձ էլ այդ քո կասկածը ժանրի հանդեպ մի քիչ տարակուս անընդհատ կար եւ արդյոք մտածում էի Ֆիջերալդը դիտմամբ ինձ չի շեղում տեսնել մի վեպի մեջ սիրավեպ, որտեղ իրականում այդ դասական սիրավեպին կամ նույնիսկ ոչ դասական սիրավեպին բնորոշ այդ հարաբերությունները, զարգացումները չկան, որովհետև սա
Նույնիսկ գիտեք այդ քո ասած երանգյունի, որ ստեղծվում է, դա շատ ավելի շատ ներքին տարածության երանգյունի է, քան արտաքին աղմկահարույց տարածության։ Երկու դրվագ կա, որ ինձ հատկապես այդ մտքին հանգեցրեց, որ սրանք կարելի է ընդհանրապես պայմանականորեն սիրավեպ անվանել եւ սիրային երանգյունների մասին խոսել։ Առաջինը հենց թեկուզ վերնագրից սկսած։ Չէ՞ որ այս վերնագրի մեջ թաքնված հեգնանք կա։ Մեր մեծարենցի վերնագիրն է գողացել։ Որտեղ ես ճշտեցի, ասում էր, որ անգլերեն բնագրում ավելի շատ, եթե թարգմանես բառացից, ստացվում է հրաշալի գիշեր իմաստով, հենց այդ նկատի ունեմ։ Սրա մեջ ես մի տեսակ այնպես սարկազմիկ ինչ որ բան եմ տեսնում, ու երկրորդը երկու երանգյուններ է սիրային, որ վեպի ամբողջ ծավալում կան, առաջինը Ռոզմարիի հետ այդ կապը եւ վերջում արդեն այս իրականը, որը կնույն երկու դեպքում էլ երրորդ կողմը, ով պիտի ընդվզեր դրա դեմ, ինչ որ կերպ բողոքեր դրա դեմ, շատ անտարբեր, եթե չասենք, շատ սառն է այդ ամեն ինչը ընկալում, որպես կատարված իրողություն, որևէ կերպ չի ընդդիմանում դրան, որևէ կերպ չի պայքարում պահպանելու իր իրավունքները այդ երանգյունու մեջ ու շատ հեշտությամբ դուրս է գալիս խաղից։ Ստում է տես դա իմ կարծիքով հենց Ֆիցջերալդի ասելիքի բաղկացուցիչներից է, որովհետև վեպն ինքն էլ իր կառուցվածքի ֆրագմենտալ բնույթով, ասենք շրջաններ, ինչ որ նաև թվագրված հատուկ, նաև գալիս էր հուշելու, երևի հեղինակային հուշում, որ կարևորը այստեղ դրվագն է, ավելի շատ կարևորվում է դրվագը, դրվագի մեջ ապրած ամեն ինչը, քան ինչ կկատարվի դրվագից հետո, ինչ ապրումներ կլինեն կամ եւ ինձ թվում է այդ քո նշած այդ ընդվզման բացակայությունը նաեւ դրանով է պայմանավորված։ Ու բանը երրորդ շերտը, որ շատ հետաքրքիր էր, դա վեպի հերոսների պահվածքը վարվելակերպն է, ինչի մասն է խոսքը։ Բոլորը ունեն երազանքներ, ունեն նպատակներ, ունեն ցանկություններ, բայց նրանցից ոչ մեկը ջանք չի գործադրում այդ նպատակին հասնելու համար։ Մի տեսակ ռուսական Օբլումովշինայի ամերիկյան դրսևորման ինչ որ երանգներ կան այս վեպում։ Եթե մենք խոսում ենք հերոսի ողբերգության մասին, ապա հենց ողբերգությունը այդ պահից է սկսում։ Երբ մարդը, որ գիտելիքների բավականին մեծ պաշար ունի ու պատրաստվում է լինել լավագույններից լավագույնը իր բնագավառում, այն պահից, երբ նա ձեռք է բերում կենցաղում կայունություն, եկամուտներ, հաստատուն վիճակ, նա դադարում է երազող լինելուց, նա դադարում է այդ ձգտումների աշխարհում ինչ որտեղ ունենալուց։ Ու նաև մյուս էպիզոդիկ հերոսներ են, այնտեղ կա երգիչ, որ ուզում է մեծ երաժիշտ դառնալ, բայց ոչինչ չի անում, կա նկարիչ, կա դերասանուհի, որոնք էլի գրեթե ոչինչ չեն անում իրենց նպատակին հասնելու համար, քանի որ ապրում են մի կյանքի մեջ, որտեղ ամեն ինչը պատրաստի տրված է, տեսեք, վեպում չեք գտնի մի դրվագ, որտեղ հերոսը աշխատում է, այսպես ինչ որ Միշտ ոնց են ասում հայերեն, կայֆերի մեջ են, անստանում են, ծովափներ, գնացներ, ճամփորդություններ եւ այլն, շատ հետագայում ես հիմա եմ հասկանում, թե որտեղից են գալիս նաեւ Հեմինգուեյի վեպերի այդ նույն որակումները, շատ մեծ ազդեցություն ունի Ֆիցջերալդից։ Ու նաև չորրորդ բանը, որ էլի գոնե ամերիկյան ընթերցողի համար 30-ականներին դա շատ կարևոր էր, այն որ ինքնակենսագրական տարեր ունի վեպը, շատերին է հայտնի, որ Ֆիցջերալդն ու իր կինը Ամերիկայում մեծ սկանդալիստների համբավ ունեին, որոնք կարող էին մեր քայլել փողոցներով կամ ինչ-որ տաքսիների վերնամասում նստած շրջել քաղաքում մեծ աղմուկներ բարձրացնելու համար եւ նաեւ նրա կնոջ պատմությունը, որ իսկապես հոգեկան հիվանդ էր ու Ֆիցջերալդը հատկապես այդ տարիներին սկսեց գրել այս վեպը։ Բայց ի պատիվ Ֆիցջերալդի եւ ի պատիվ նրա վարպետության նա այդ անձնական պատմության գերին չդարձավ։ Այսինքն որքան էլ մենք գիտենք, որ կա ինքնակենսագրական տար, վեպում այդ երևույթը որևէ կերպ արտացոլված չի։ Ինքը կարողացել է իրենից հեռու պահել այդ անձնական պատմությունը եւ ստեղծել է իսկապես իր գրչին վայր ստեղծագործություն։ Արտացոլված չէ, երևի ի պատիվությունը պետք է վերաբերի նրան, որ ի տարբերություն շատերի, որ գրականության տարածք օգտագործում են նաև անձնական վրիժառության, հենց այդ էր ասել, ինչ որ բան ասելու նպատակադրումով Ֆիցջերալդի մոտ դա չկա։ Հոգեկան հիվանդության ֆենոմենին եմ նաև ուզում անդրադառնալ։ Ինձ
թվացել է եւ հիմա էլ թվում է, որ սա ավելի շատ այդ ժամանակի դեպրեսիան խտացնելու միտում ունի։ Խտացնելու միտում ունի ցույց տալու համար, որ մի կողմից ահա ժամանակի բերած այդ դեպրեսիան իսկապես կարող է հանգեցնել նման հոգեկան հիվանդության եւ երկրորդ սիրո կրքի ֆենոմենը դիտարկել ահա այդ հոգեկան հիվանդության պարագծում եւ այդ պարագծում իսկապես ունենալ սիրո բացառիկ դրսևորում, որտեղ տես ինձ ավելի շատ հմայում են վեպում եւ իմ կարծիքով նաեւ ավելի բարձր գեղարվեստական բանով են գրված վեպի այն հատվածները, երբ որ հերոսուհին հոգեկան այդ հիվանդ վիճակի մեջ է մտածում սիրո մասին, կրքի մասին, քան երբ որ սկսում է ավելի adekvat նայել աշխարհին։ Առաջին տպավորությունս վեպից հատկապես այդ հիվանդության եւ հիվանդանոցային մթնոլորտի հետ կապված այսպիսին էր, որ Ֆիցջերալդը խոսում է հիվանդության մասին, որպեսզի խոսի առողջացման մասին։ Այսինքն վերհանի այն ուղիները, այն ճանապարհները, որոնցով հիվանդ երևույթին պիտի ուղեկցվի դեպի առողջացում։ Ու այստեղ ինքը ի վերջո գրքի վերջում հանգում է շատ կարևոր հետևության։ Գրքի հերոսը, որը նպաստեց, որպեսզի հերոսուհին առողջանա, հերոսուհին ինքը որևէ կերպ չնպաստեց, որպեսզի հերոսը չվարակվի, այսպես կոչված առողջանան այ։ Եվ հերոսի ամբողջ ողբերգությունը հենց այն էր ոչ թե իր հարստության, իր ունեցվածքի, իր ընտանիքի եւ մյուսների կորուստներ, այլ այն, որ իր դժբախտության պահին չգտնվեց մեկը, ով իրեն պիտի օգնության ձեռք մեկներ։ Այն բոլոր մարդիկ, ում նա աջակցում, օգնում էր, զվարճացնում էր, ստեղծում էր նրանց համար բարեկեցիկ կյանք եւ այլն, նրանցից ոչ մեկը սկսած իր հիվանդանոցային գործընկերոջից, վերջացած հարազատ կնոջով եւ նրա հարազատներով որևէ մեկը օգնության ձեռք չմեկնեց։ Բոլորը ընկալեցին նրա պարտությունը իբրև իրենց հաղթանակ, այսինքն արդեն դիքինել կարելի է նկատողություն անել, այսինքն չհանդուրժել կատարելություն իրենց միջավայրում։ Մի մարդ, ով որ ամբասիդ էր գրեթե։ Սա հուսահատության վեպ է, Չէ, ճիշտ ասած ես ինչ որտեղ կարծացի, որ իբրև թե հուսահատական տարերից ես այնտեղ հուսահատական բաներ չեմ տեսնում, շատ ավելի սթափ դատողության վեպ է, Ֆիցջերալդը շատ ճիշտ է գնահատում, թե ինչ է լինում, եթե լինում է այսպես, ու ինչ է դրա հետևանքը եւ որտեղ են իրական արժեքները, որտեղ են անցողիկը, որտեղ է մնայունը, շատ ճիշտ մատնանշումներ անում եւ այստեղ հուսալուկության ինչ-որ տարեր որոնել գտնել կամ վերագրել իր ժամանակաշրջանի ոգուն, տրամադրություններին այս ամեն ինչը չէ, մանավանդ որ այդ ջազի սերունդը Ֆիցջերալդի վեպերը հիասմունքով էր ընկալում, մտածելով որ սա մի գրող է, ով եկել է արտացոլելու այս նոր ժամանակաշրջանի երիտասարդության կյանքը, նրա ապրելակերպը, ապրելաոճը, մտածումները, այդպես էլ կա։ Եվ այսինքն շատ սթափ էր գնահատում ու չէր ընկալում Ֆիցջերալդին որպես մեկը, ով իրենց բերում է ուղեկցում է դեպի հուսահատության գիրքը։ Ընդհանրապես, գիտես, ես 3 վեպ եմ կարդացել Ֆիցջերալդից, Գիշերն անուշեն բնականաբար, Մեծն Գեթսբին եւ Բենջամին Բատոնի տարօրինակ ոնց էր խոսքով հասկացանք խոսքի չիմասն է, դες մի հետաքրքիր բան կա, սովորաբար, չգիտեմ, երբ որ լավ գիրք է լինում, լավ վեպ է լինում, դու այդպես ձուլվում ես վեպի իրականությանը, հերոսների հետ հարաբերվելուն եւ այլն եւ միշտ կարծես Ֆիցջերալդը ունի մի անակնկալ քեզ համար պահած վերջում։ Եվ ես զրուցել եմ օրինակ շատ քիչ մարդկանց գիտեմ, ովքեր Մեծն Գեթսբին օրինակ կարդալուց գոնե փոքր ինչ համակրանք ունեն այդ տղայի հանդեպ, բայց վերջում ուղղակի տակնու վրա է լինում են ամբողջ պատկերացումները, որոնք դու ընթացքում կազմել ես, փորձել ես ինչ-որ վերջաբան կանխագուշակել, հա, տեսնել ուր են տանում այդ զարգացումները։ Նույնը Գիշերն անուշեի պարագային, որովհետև գուցե այդ դասական վեպի սյուժետային տրամաբանությունն է մեզ խանգարում ավելի ճիշտ գնալ Ֆիցջերալդի հետքերով, որովհետև արի խոսք տվանենք, որ վեպում վերջում կատարվում է մի բան, որը եթե չասեմ անսպասելի էր, բայց չէինք ուզի այդպես լինել։ Գիտեք, օրինակ ես մինչև այդ ընթերցել էի նաև այս վեպի հետ կապված
արձագանքներ, դատողություններ, գրականագիտական ուսումնասիրություններ, բան այնտեղ ինձ համար շատ տարօրինակ էր, որ ոմանք կարծում էին, որ ասենք հերոսի դժբախտությունները սկսեցին այն պահից, երբ նա սկսեց խմիչքին տրվել, չէ, հարբեցողությունը նրան կործանեց, բան շատ շեշտադրումներ էին անում, ուշադրություն չդարձնելով մի շատ ավելի կարևոր բանի վրա, որ հերոսը խմիչք օգտագործել այդ մեկտեղ սկսեց բարձրաձայնել ճշմարտություններ, սկսեց ասել այն ուրիշ ժամանակ, քանի դեռ նա լավ էր ապրում, քանի դեռ ամեն ինչի քանչեր, նա շատ բարեկրթորեն այդ ամեն ինչը թաքցնում էր։ Այսինքն հերոսին սպանեց ճշմարտությունը բարձրաձայնելու ընդունակությունը, նրա մեծագույն մեղքը իր այդ բանում շրջապատում դա էր։ Ու մյուս կողմից ընդունենք թե չընդունենք իմ կարծիքով Ֆիցջերալդի այս վեպը շատ անորոշության շատ հետաքրքիր տարրեր ունի ու նա արհեստականորեն երբեմն իրավիճակային անորոշություններ է ստեղծում քեզ թողնելով երկության առաջ ընտրություն կատարելու արդյոք այսպես էր թե հետեւյալ կերպ էր ու դրանցից ամեն մեկը քեզ բերում է որոշակի եզրահանգման մի դեպքում հերոսի գործողությունները քո համար կարող են դատապարտելի լինել, երկրորդ պարագայում դրանք քո համար լիովին ընդունելի կարող են լինել, բան ու էլի շատ կարևոր առանձնահատկություն գրեթե ոչ մեկին չի խնայում ինքը։ Չկա իր համակրանքը, հեղինակային համակրանքը հերոսներից որևէ մեկին նկատում, շատ անաչառ է այդ իմաստով ու դրանից վեպը միայն շահում է իր այդ անաչառ վերաբերմունքից։ Այսինքն նա չի ստեղծել մի հերոս, որին պիտի սիրենք մենք անպայման։ Այդ սիրո ընտրությունը թողում է մեզ, ասում է դուք ինքներդ ընտրեք, թե որն է ձեր համար սիրելի հերոսը։ Մի քիչ թարգմանությանը երևի թե անդրադառնանք, որտեվ 1981 թվականին առաջին անգամ Ֆիցջերալդը դες գրքով ներկայացվեց մեր ընթերցողներին, երկու վեպ ներառող, եւ նրանք ովքեր ծանոթ են այդ գրքին, գուցե վեպի մեծ ծավալը մի փոքր զարմացնի, բայց ասեմ, որ դա մանավանդ այնտեղ երկու վեպ էր, դա պայմանավորված է նախ գրքի ֆորմատի փոփոխությամբ, համել տառեր, թուղթ, գիտես, հիմա ավելի լավ են գիրք տպում, քան նախկինում։ Բացի այդ նախկին թարգմանության համացամբ նույն թարգմանչի դեպքորտն է Սոնա Սեֆերյանի թարգմանիչը կատարել է բազմաթիվ խմբագրական աշխատանք, շտկումներ է արել, որից թարգմանությունը բնականաբար շահել է։ Ես առաջին անգամ այս վեպի վերնագիրը հանդիպել եմ արտասահմանյան գրականության բուհական ծրագրում Գիշերն անուշը վերնագիրը մի անգամից գրապես դա բնականաբար ինչի համար անմիջապես հիշեցրեց մեծարենցի հայտնի տողը Գիշերն անուշը։ Ըստ քեզ որքանով է տեղին այս դեպքում վերնագիրը մեծարենցյան այսպես փոխառուցապ, մանավանդ որ դու նշեցիր, որ նաև որոշակի հեգնանք կա այս վերնագրի մեջ։ Նախ ես ծավալի մասին ասեմ, իմ համար շատ կարևոր հանգամանք է, հիմի ասեմ ինչի համար կարծում եմ անպայման կհիշես, որ կար մի շրջան, երբ բոլորը գուժում էին մեծ վեպերի մահը, որ գալու է մի շրջան, երբ այլևս ընթերցողները այսպիսի բաներ չեն կարդալու, ես հատուկ ուշադրություն դարձրեցի, որ այս տարի Ֆիցջերալդի Գիշերն անուշը վերահրատարակվել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում եւ եվրոպական մի քանի երկրներում։ Միայն այս տարվա մասին է խոսքը։ Այսինքն ծավալուն վեպը մնում է կրկին գրադարաններում եւ ծավալը որևէ էական նշանակություն չունի, եթե քո առջև լավագույն ստեղծագործություն է։ Թարգմանության որակի իմաստով պիտի բնագրին ծանոթ լինես, որպեսզի կարողանաս համեմատել, ես կդժվարանամ այդ իմաստով ասել որևէ բան, բայց պիտի ասեմ, որ հայերեն ընթերցվում է շատ հանգիստ, առանց այսպես ցնցումների, առանց ականջի համար խորտ հնչերանգների, այնպես որ կարծում եմ, որ պիտի որ լավ թարգմանություն արված լինի։ Իսկ մեծարենցյան տողը վերնագիր դարձնելը լիովին ընդունում եմ, որովհետև անկախ նրանից դա մեծարենցին է, թե մեծարենցին չի, ինքը շատ դիպուկ ընտրություն է։ Անուշեի մեջ արևմտահայերեն աուրակա, ամեն դեպքում շատ դիպուկ ընտրություն է, հնչեղ է ականջի համար ու ի վերջո այն ինչ որ ուզեցել է ասել Ֆիցջերալդը լիովին տեղավորվում է այս բառակապակցության մեջ, այնպես որ մենք ոչ մեծարենցին ենք վիրավորում, ոչ Ֆիցջերալդին։ Եկա սպասենք նաև այնպիսի գրքերի, որ ասենք վերնագիրը լինի ես իմ անուշ Հայաստանի կամ Արևահամբար։ Դե եթե ինչ-որ մի ամերիկացի որոշ գրականություն ստեղծեն, դե կարծում բան կա, չէ,
գիտության այսպես միջակերպավոր տեսակ կա, որ ցանկացած տեսակի զուգահեռները ինչ որ բաների համար օգտագործում են, չէ՞, որ ինչ որ մի փոքր նշմար են տեսնում։ Ես խնդրում եի եւ ինձ թվում էր, որ անպայման այն ամենայնիվ Հայաստանում կգտնվի մեկը, որ ներշնչվելով այս վերնագրից, ասենք հոդված կգրի մեծարենցի ազատությունը Ֆիջերալդի վրա։ Դա կամ փորձի բաներ անել, ասենք, արդյոք կարդացել է Ֆիջերալդը մեծ բանաստեղծ։ Մյուս կողմից էլ մի առանձնահատկություն էլ ունի, որ էլի ուզում եմ անպայման նշել, էլի շատ բնորոշ բան է 30-ականների 20-ականների ամերիկյան արձակին, երբ ամերիկացի գրողները եվրոպական միջավայրի մասին էին վեպերը գրում։ Այսինքն ապրելով Ամերիկայում նրանք իրենց գործողությունների վայր էին ընտրում Եվրոպան կամ նաև լինելով Եվրոպայում նրանց համար հին աշխարհը այն թատերաբեմներ, որտեղ ծավալվեն իր իրադարձությունները եւ իրենց ամերիկացի հերոսներին այդ միջավայրում բացահայտելու այդ արժեքների այդ համեմատության մեջ դնելու համար, ինչը նաև բանը Ֆիջերալդն է անում, նույնիսկ շատ հեգնանքով երբեմն նաև կծու այդպես այնտեղ մի տեսարան կա, չէ, որտեղ նավաստիներին ճանապարհ դնող աղջիկները վարտիկներն են թափ տալիս ու ասում են նրանց ի պատասխան բարձացավ ամերիկյան դրոշը, չէ, աստղերի։ Որտես մենք երբ որ զրուցում ենք հատկապես թարգմանական գրքերի մասին, միշտ փորձում ենք նաև այսպես մի հարցի պատասխանել, ինչ կտա վեպը մեր կամ տվել է արդեն, որտեղ արդեն 35 տարի փաստորեն կա հայերեն, մյուս կողմից մենք գիտենք, որ մեր երկրում շատ են կարդում նաև ռուսերեն, հիմա արդեն շատացել են անգլերեն, հենց բնագրով կարդացողները, բայց թարգմանության դերը կարևոր է նրանով, որ յուրաքանչյուր թարգմանություն բերում է ահա այդ վեպին, գրողին բնորոշ նոր բառապաշար, նոր կառուցվածքներ, նոր ոճեր, ինչ կտա կամ տվել է Ֆիջերալդի այս եւ մյուս վեպերը մեր լեզվին, մեր ընթերցողին եւ մեր գրականությունը։ Դու ինչ որ շերտեր, հետևություններ, ազդեցություններ տեսել ես, օրինակ նույն Մարկեսին գիտենք, որ չափազանց մեծ ազդեցություն ունի։ Կա ինչ որ Ֆիջերալդյան շերտ։ Կա լեզվան մտածողության առանձնահատկություն, երբ որևէ իրադարձություն եզրափակում է շատ դիպուկ մի պատկերով, տեսեք այնտեղ երբ Ռոզմարին հայտնվում է դիքի կյանքում, այդ իրադարձությունները բան ու ենթադրվում է թե ինչ զարգացումների պիտի հանկարծ այդ ամբողջ գլուխը Ֆիջերալդը ամփոփում է մի հետաքրքիր պատկերով, ինչ որ գեղեցիկ ատրճանակի նկարագրություն, որից ասում է արձակված կրակոցը շատ արյունոտ վերնաշապիկ պիտի թողեր ու դու արդեն կռահում ես, որ գեղեցիկ ատրճանակ այդ Ռոզմարին պիտի լինի, որի արձակած կրակոցը այդ կյանքում պիտի ողբերգություններ բերի։ Այդպես անսպասելի անցումներով ինքը ստեղծում է մի հատ այնպիսի լեզվամտածողություն, որը քո համար շատ հետաքրքիր է ու ես շատ կուզենայի, որպեսզի այդպիսի դրսևորումներ նաև մեր գրականության մեջ։ Ես չեմ նման բաներ։ Չէ, ցավոք չէ, մեր մոտ շատ ավելի կանխատեսելի է, թե այս մտքից հետո ինչպիսի միտք պիտի գա, իր մոտ շատ դիպուկ է ու նաև բանը շատ սրամիտ է, շատ սրամիտ, շատ դիպուկ բաներ ունին, սովորական նույնիսկ սրճարանում նստած երբ ինչ որ ճաշում են, չէ, պես կերակուրների թվարկումները նույնիսկ ինքը համեմում է այնպիսի դիպուկ սրամիտ արտահայտություններով, որ այդ ամեն ինչը դու եւ համային զգացողություններ ես ունենում եւ հոտային զգացողություններ ես ունենում եւ նաեւ պատկերացնում ես ամբողջական միջավայրը, թե քո հերոսներից յուրաքանչյուրը ինչպիսի վերաբերմունք ունի այդ ցեղանի պարունակության նկատմամբ, այդպիսի վարպետություն ոչ բոլորին է տրված նկարագրական։ Մի խոսքով վեպ է, սա գիշերնանուշեն վեպ է, որ ինչպես ասում են պարտադիր է կարդալ, հա, կամ ցանկալի է կարդալ, որովհետև սա իսկապես անկախ իր նախնական տպավորությունից, առաջին տպավորությունից, որ ստանում ես, միայն մեջբերումներ վերցնելու, այդ մեջբերումները տարբեր սոցիալական կայքերում տեղադրելու եւ ինչ որ կոնկրետ հոգեվիճակ արտացոլող վեպ չի։ Սա վեպ է, որը ներառում է շատ մեծ ու կարևոր ժամանակաշրջան, ներառում է շատ կարևոր սերնդի պատմություն եւ մի սերնդի փորձառություն, որը ճանաչելը կօգնի չկրկնել դա նոր սերունդների ճանապարհին։ Ես չէի ուզի նմանվել
երբեմն Facebook-ում հայտնվող ինֆորմացիայի հեղինակին, որը գրում է թե որոնք են բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերը, թեև Fitzgerald-ի վեպը հենց այդ 100-ակում միշտ տեղ է գրավում բավականին բարձր հորիզոնականներում, բայց ամեն դեպքում այս գրքի ընթերցումը իսկապես ցանկալի է, որպեսզի սա սեղանի գիրք դառնա շատերի համար, որովհետև չասեմ, այստեղ դասեր կան, այստեղ ճշմարտություններ կան, այստեղ գիտելիքների հսկայական պաշար կա, որ դու կարող ես վերցնել, բայց այս գիրքը կարդալուց հետո անհնար է, որ դու քեզ շրջապատող աշխարհի երևույթներին, իրադարձություններին նոր հայացքով չնայես։ Քո սեփական անձը այդ շրջապատի մեջ չկարողանաս գնահատել այլ տեսանկյունից, այլ դիրքերից եւ նաեւ չհասկանաս, թե ինչ ասել է կյանք, ինչեր են կատարվում այդ կյանքում եւ այդ կյանքում ինչն է իրական արժեքը եւ ինչն է, որ դի անցնի գնա անհետ կամ անհետևանք։